Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրվա ծրագիրն է։ Western Armenia շաբաթաթերթին 117-րդ համանատույց եկալ Իրանը հետ կռևը աղետը համաշխարհային տնտեսության հետ Գերմանիայի պաշտպանության նախարար Իրանը 100 հատ հրթիռ արձակալ ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությունով Դոնալդ Թրամփ իգիտություն Արցախահազնածի պատմության մեջին վեշմին աղետ առանց պատասխանի մնացալ չի Մետաքսե Հակոբյան Տյուր քաղաքը դիմադրության ու անորոշության մեջի Իրանակռևը ընդլայնվում է։ Կոստանդնուպոլսում քննարկվելու է Օսմանյան բեմի հայ դերասանուհիների դերը։ Արևմտահայերենը աշխատանոցում։ Մեկնարկ 30 մարտ։ Western Armenia շաբաթաթերթին 117-րդ համանատույց եկալ համարի շապիկին պատկերված է Բաքվի հայկական ջարդերը խորհրդանշող ողբերգական տեսարան հիշեցնելով 1990-ական թվականների սեպտեմբերին տեղի ունեցած զանգվածային կոտորածը։ Այդ վխտեն ըստ տարբեր տվյալների Օսմանյան ու դերբեջանական զորքի անմիջական մասնակցությունով սպանվել մոտ 10,000-ից 30,000 հայ ու տեղի ունեցավ Բաքվի հայ բնակչության զանգվածային կոտորած անմիջապես Բաքվի մարտերից հետո։ Շաբաթաթերթը շարունակում է լուսաբանել հայերի պատմական հիշողությունը հիշատակել այն աղետները, որոնք ազդալում է ժողովրդի պատմության երան։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը մերձավոր արևելքում ընթացող պատերազմը անվանել է աղետ համաշխարհային տնտեսության հետ հայտնում է Sky News-ը։ Ինքը նշելով էր Գերմանիան օզում չի ներքաշվի հակամարտության մեջի, սակայն պատրաստակյոմագանը խաղաղության ապահովմանը հենց ֆերային ձեռք բերվի։ Մզնեց վեշմինը խորթակցալ չի, մեզ վեշմինը հրցրալ չի, սա մեր պատերազմը չի ու հետևաբար մունք օզում չենք ներքաշվենք դրա մեջին, ասել է Պիստորիուսը։ Իրանը 100 հատ հրթիռ արձակալ ամերիկյան չափազանց կարևոր օբյեկտների ուղղությունով սրա մասին հայտնել ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը մզրա արձակվալն Իրանը 100 հատ հրթիռ արձակալ մեր ունեցած չափազանց կարևոր օբյեկտի ուղղությունով որոշակի պատճառներով ես ձեզ ասում չում դա ինչ հայլար մունք խոցալնք սաղ հրթիռները նշել է ինքը Արցախ ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հանդես է եկալ հայտարարությունով անդրադառնալով Ղարաբաղյան շարժման գնահատականներին ու վերջին քաղաքական դիրքորոշումներին։ Իրան նշել է Արցախյան շարժումը օտար շահերի զոհասեղան չլալ, այլ սկիզբ առալ Սումգայիթի Բաքվի ու Կիրովաբադի ջարդերից փրկված մարդկանց պայքարից։ Հակոբյանը նշեց տմավեր այդ շարժումը իլալա ինքնապաշտպանության ու ինքնորոշման պայքար։ Պատգամավորը նաև քննադատել այն տեսակետը ըստ վերի շարժումը թույլատրել է Հայաստանի ինքնիշխանությունը նշելով երկրի դիրքերի թույլատումը պայմանավորված է սխալ կառավարմամբ պարտվողական քաղաքականությունով։ Իրան գնահատում ավական իրավունքներից հրաժարում կամ պատերազմ ձևակերպումը քաղաքական ընտրություն չի, այլ ճնշում հասարակության նկատմամբ։ Հակոբյանը ընդգծալով էր գոյություն ունեն նաև երրորդ ճանապարհ իրավունքների պաշտպանության դիվանագիտական միջոցներով ու պետականության ամրապնդումով։ Վերջում ինքը նշելով էր անկախության գաղափարական հիմքերի վերանայումը վտանգավոր պետականության հետ ու ընդգծալ պատասխանատվության անհրաժեշտությունը տեղի ունեցած զարգացումների հետ։ Տյուր քաղաքը շարունակում է դիմադրել ինտենսիվ ռմբակոծություններին չնայած աճող վտանգներին ու հնարավոր շրջափակմանը։ Տասնյակ հազարավոր բնակիչներ հրաժարվում են թողին իրենց տները հայտարարելով էր պատրաստը մնան մինչև վերջ։ Տեղացիներից մինը Խալիլը իրան ընտանիքին հետ ապաստանալով թատրոնի շենքում նշելով էր պատրաստվում չհեռանան, որովհետև կապված են իրենց վղին իրավիճակը սրվալ է այնպես հետո վեր Հեզբոլլահ շարժումը հրթիռային հարվածների հասցրալ պատասխան Ալի Խամենեիի սպանության դրան ի պատասխան իզրայելական ռեժիմը սկսել լայնածավալ ռազմական գործողություններ Լիբանան հարավում քաղաքում մոտ 20,000 մարդ հետվում խլատեղահանվածներ շարունակում մնալը չնայած տարհանման կոչերին մարդիկ ապաստանան շկոլներում ու եկեղեցիներում սակայն իրենց անվտանգությունը շարունակում է վտանգված մնալ վերջին օրերին քաղաքում լսվում են ուժգին պայթյուններ իսկ երկնքում մշտապես պտտվում են ռազմական օդանավեր ու անօդաչու սարքեր հարվածների հետևանքով կան վիրավորներ իսկ քաղաքի տարբեր հատվածներն ծոխաըրվա միևնույն ժամանակ քաղաքում ակտիվ ներկայություն ունի Հեզբոլլահը զինված խմբերը վերահսկվում փողոցներն ու փորձում են խաղաղ բնակիչներին հեռացնել վտանգավոր գոտիներից մարդասիրական իրավիճակը կտրուկ վատթարանմա քաղաքային իշխանությունները զգուշացնում են վերսննդի ու վառելիքի պաշարները համարյա թե սպառված են իսկ քաղաքին կապ արտաքին աշխարհի հետ կարե ամբողջությամբ կտրվի Մարտի 26-ի դրությունով Իրանին ուղղված ամերիկա-իսրայելական ռեժիմի գործողությունները ծայրահեղ վիճակն ստեղծել տարածաշրջանում վերջին հարձակումներին դերդան Շիրազում սպանվել են 2 դեռահասներ իսկ Կարաբաղի Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում եւս 2 մարդ մահացել է իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ Շիրազա գյուղական շրջանում իրականացված հարվածին դերդան զոհվել են Իլիա ու Ամիր Հոսեյն Շարաֆիները հարձակումից մի քանի ժամ անց իսրայելական ռեժիմի բանակը հայտարարել է Իսֆահան քաղաքում լայնածավալ հարվածների իրականացման մասին միևնույն ժամանակ Աբու Դաբիում 2 քաղաքացի զոհվալա վեր միջամտված հրթիռի ավերակները վերելնգալ մայրուղու երա։ Մարդկային կորուստները Իրանում շարունակվում են։ Տեղական թռուցիկներից տեղեկացվել էր հարձակումների կենտրոնում մնալ Բանդար Աբասը Կարաջը Լամերդի օդանավակայանը, ինչպես նաև Ռազավի, Խորասանի, Մաշհադ ու Թեյբատ քաղաքները։ Իսրայելում էլ ըստ տեղեկությունների իրանավերջին հրթիռային հարվածները վնասան մի քանի քաղաքացու։
Կոստանդնուպոլսում մարտի 31-ին արխիվալ լռությունը կոտրել է Օսմանյան բեմի հայ կնիկ դերասանուհիները խորագրավ քննարկումայինական հետին սենյակի հանդիպումներ շարքի շրջանակում։ Միջոցառումը վարելու է դոցենտ դոկտոր Էսրա Դիջլեն ու հետազոտող Դույգու Դայլանօղլուն։ Վեր ներկայացնականն Օսմանյան կայսրությունում եվրոպական ձևի թատրոնի ձևավորման գործում կարևոր դեր ունեցած հայ դերասանուհիների պատմությունները քննարկման վաղտը անդրադառնալու է նաև այնպիսի հայտնի դերասանուհիների, ինչպիսիք են Արուսյակ Փափազյան, Երանուհի Կարաքաշյան ու Ազնիվ Հրաչյա, որոնց բեմական գործունեությունը զգալի ազդեցություն է ունեցել ժամանակի մշակութային կյանքի վրա։ Հրանտ դինք հիմնարկը Գալուստ Գյուլբենկյան հիմնարկի աջակցությունով կազմակերպում է արևմտահայերեն աշխատանոցների թեզա տարեշրջանը, վերը մեկնարկելու է 30 մարտ 2026 թվականի երկուշաբթի։ Աշխատանոցը նպատակոն է զարգացնել մասնակիցների սահուն խոսակցությունը, հարստացնել բառապաշարը ու փիցրցնել արևմտահայերենը առօրյա կյանքում կիրառելի համարձակությունը։ Թեզա տարեշրջանի առանձնահատկությունը հատուկ հյուրերի մասնակցությունը, հյուրերը մասնակցելու քննարկումներին նախանշված թեմաների շուրջ ապահովելով երկխոսություն ու լեզվի լսողական ընկալման զարգացում։ Ուսման շրջանը տևելու է 10 շաբաթ, ամեն երկուշաբթի ժամը 7-ից մինչև 9:30։ Ավելին տեղեկանալի ու գրանցվելի հետի կարելի է այցելել Հրանտ դինք հիմնարկի սոցիալական էջերը։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա այս քանը պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։